Ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ, սա քաղաքական ուրագիրն է։ Ես ուզում եմ մենք շարունակենք մեր զրույցները, նախորդ զրույցները, եթե հիշում եք կամ նայել եք, մենք այս վերջի մի քանի ուրեմն հաղորդումը կամ տեսագրությունը խոսում ենք ավելի շատ մարտական եղբայրության մասին եւ ազգային հեղափոխություն կուսակցության ստեղծելու մեր նախագծի մասին։ Հենց անցյալ անգամ օրինակ գաղափարախոսական հարցերից խոսեցինք, որոնք շատերին հետաքրքրում են եւ գալիս են մեզ նաեւ հարցնում են։ Հիմա նախքան անցնելը նաեւ մեր արդեն ծրագրային դրույթներին եւ անելիքներին, ինչպես որ մենք պատկերացնում ենք, որ եթե մենք օրինակ վաղ լինենք կառավարություն, ինչ ենք անելու կամ ինչպես ենք պատկերացնում երկիրը այս իրավիճակից դուրս բերելը, ես ուզում եմ ճիշտ ասած մի անգամ եւս մենք հասկանանք կամ խոսենք, որտեղ այս հարցն էլ ինչքան էլ խոսել ենք, այս հարցը էլի մեկա շատերի մոտ, այդ թվում մեր ընկերների մոտ, դեռ վերջնական այսպես ոնց որ ոչ բոլորի մոտ է լավ sense ասեմ հստակեցել։ Իսկ ինչի համար ի վերջո ստեղծել եւս մի քաղաքական ուժ։ Այս հարցը ամեն դեպքում կա։ Եվ ես այսօր ուզում եմ խոսեմ որպես քաղաքացի, որտեղ ես նախ եւ առաջ Հայաստանի քաղաքացի եմ։ Եվ ես երբեք ինչ չեմ պատկերացրել քաղաքական գործիչ, այլ ես քաղաքական process-ներին մասնակցել եմ, հիմնականում որպես քաղաքացի, հիմնականում որպես մարդ, որը համաձայն չի այն իրավիճակին, որը իր երկրում տիրում է, անարդարությանը եւ այլն, բռնատիրական կարգերին, ես մասնակցել եմ։ Բայց ես երբեք չեմ պատկերացրել հենց մեկը ես, որ ես ասենք, չգիտեմ, հենց բուն քաղաքական գործունեությամբ կզբաղվեմ կամ ինչ-որ կուսակցություն կհիմնեմ իմ ընկերների հետ։ Նման պլաններ իմ գլխում չեն եղել։ Եվ եթե մեկը ինձ ասեր, ասենք, միջև պատերազմը, որ նման բան լինելու, ես շատ հեգնանքով դա կընդունեի։ Եվ նույնը վերաբերվում է ճիշտ ասած, այստեղ հավաքված մարդկանց մեծ մասին էլ ավելի, որտեղ ես գոնե եկամ, մի 2-3 հոգի ունենք նաև, որ ինչ որ չափով մասնակցել են քաղաքական process-ներին, հա, բայց մեծ մասը մարտական եղբայրության մեջ եւ այդ ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնողների եւ ակտիվ անդամների, ոչ միայն ուղղակի նախաձեռնողների, ակտիվ նախաձեռնողների այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը ընդհանրապես չի առնչվել եւ չի պատկերացել, որ նման process-ի մեջ կմտնի։ Եվ էլի գալով ես որպես քաղաքացու տեսակետից, որտեղ ես որպես քաղաքացի ակնհայտորեն այսօր չունեմ ընտրություն, չունեմ ես ընտրություն։ Ավելին ոչ միայն ուղղակի չունեմ ընտրություն, այն ինչը որ առաջարկվում է, ինքը բառից բուն իմաստով սարսափելի է։ Իմ արժանապատվությունը իսկականից, ասենք, վիրավորվում է նրանից, որ մարդիկ ամենայն լրջությամբ ինձ Հայաստանի քաղաքացուս առաջարկում են ընտրել այսօրվա կառավարության միջև, այսօրվա իշխող ուժի միջև, որը պարտվել է պատերազմը, որը այդ պարտությունից հետո շարունակում է այդ հանձնվելու գաղափարախոսությամբ առաջնորդվել եւ ավելի ու ավելի խորացնում է եւ այսօր Հայաստանը ըստ էության արդեն հնազանդեցնում է ուղակի արտաքին ուժերին, խոսել ենք սրա մասին շատ, հիմա չհիմնավորեմ, դրանց միջև եւ մյուս կողմից այն ինչը որ այսօր որպես ընդդիմություն ներկայանում է այդ կներեք հնամաշ եւ հնաոճ դեմքերը կամ թեկուզ եթե նույնիսկ հին չեն եւ այսպես որպես նոր են ներկայանում ոճը էլի միևնույն է նույնն է նույնիսկ այն ինչեւ բան էլի ասենք ոնց որ նախկին կոմունիտականների նախկին sense ասած եւ ի վերջո բոլորն էլ այդ կապերով նախկին այսպես ասած ռեժիմի հետ ի վերջո բոլորն էլ այդ կապերի մեջ են եղել եւ ինձ դա առաջարկում են որպես ընտրություն ես պարզապես վիրավորվում եմ եւ պատերազմից հետո համենայն դեպս այս որտեվ այս իրավիճակը անդադ խորանում է այս քաղաքական ընտրությունը կեղծ որը ինձ առաջարկվում է որպես քաղաքացի ես մի բան եմ հասկացել դա ասեն ինչ տարբերակներ կան կամ պետք է նստես թախտին սպասես բախտին որ ինչ որ մի տեղից մեկել հանկարծ ինչ որ մի հատ քո ուզած ուժը կհայտնվի, բայց բնականաբար ինքը չի հայտնվի։ Որտեղից ինքը պետք է հայտնվի, որտեղ այս ինչ որ մենք ունենք, որքան էլ էլի ասում եմ արժանապատվությունից ցածր է, որքան էլ բառից բուն իմաստով սարսափելի է, օբյեկտիվ է։ Օբյեկտիվ բխում է մեր քաղաքական այդ համակարգի ավանդույթից ցավոք սրտի, եւ ինքն իրենով այս քաղաքական համակարգը վարից վար փչացած ամբողջ քաղաքական համակարգը շեշտում են ոչ միայն մենակ կառավարող ուժը կամ միայն ընդդիմությունը ամբողջը որքան էլ իրանք այդ իրանց այդ ներընտանեկան կռիվը ասենց ասած թեժացնեն իբր ուրիշ բան չի կարող ծնել երբ որ տիրապետող մտայնությունը քաղաքական այդ
օտարամոլությունն է, երբ որ տիրապետող մտածողությունը այն է թե արտաքին ուժերից որ մեկին ընտրենք որպես մեզ հովանավոր, սա է իրենց վեճը, երբ որ տիրապետողը պարտողական գաղափարախոսությունն է եւ այլն եւ այլն, այս քաղաքական ավանդույթը, այս քաղաքական դաշտը ինքը նոր բան չի ծնելու, ուզում ես 10 տարի սպասի, ուզում ես 20 տարի սպասի, ուզում ես 100 տարի սպասի, անverջ էս է կրկնվելու եւ ասում շատ ամոթ է, իրոք ամոթ է ժողովուրդ ջան, որ մենք եկել հասել ենք արդեն 2025 թվական եւ մինչեւ հիմա մենք խոսում ենք նրա մասին, թե ում ընտրենք, Նիկոլին ընտրենք իր թիմով, որը պարտության է մեզ բերել եւ այս կորուստների միջով մեզ անցկացել, որոնք ոչ ոք չէր կարող երևակայել եւ պատկերացնել 5 տարի առաջ, թե ընտրենք այն հին դեմքերին, որոնցից բոլորս վաղուց հոգնել ենք, ոչ թե հիմա ենք հոգնել, դեռ մինչեւ Նիկոլի գալն էինք հոգնել, հենց դրա համար էլ Նիկոլը եկա, որտեղ մենք այսքան կուշտ էինք այդ բոլորից եւ նորից շարունակում, ասենք անverջ են այս մարդիկ։ Ես էլի անձնական մակարդակում չեմ խոսում, բայց կներեք, որ Կաշե Բիսմերտնին են։ Եվ եթե այդ հները չեն, իրենց այսպես ասած աճեցրած ճուտերն են, որոնք մեծ հաշվով նույնի վերարտադրությունն են, անverջ կապ չունի, տարիքը կարող 20 տարեկան լինի, բայց էլի այդ հին ոճից, հին աշխարհից լինի։ Եվ ես համոզված եմ 20 թվականի նոյեմբերի 9-ից ես համոզված եմ, որ այդ մարդիկ այլևս որևէ անելիք Հայաստանը պետք է չունենան, այդ մարդիկ այլևս երբեք չեն կարող նույնիսկ անուղակի իմ աջակցությունը ստանալ, դա մինչև այդ կարելի էր մտածել ինչ որ այսպես ասած մարտավարական տարբերակներ եւ այլն, բայց 20 թվականից հետո անհնար է դա անել, որովհետեւ ի վերջո, այո, իրենք բոլորը գուցե մի քիչ տարբեր չափով, բայց իրենք բոլորն են պատասխանատու նրա համար, ինչ որ եղավ 20 թվականին։ Եվ իհարկե ամենաբան սցենարը նաեւ իրականացավ, որ սկսեցին մեկը մյուսի վրա ընդհանրապես գցել, թե ով է մեղավոր, ամեն մեկը իրան սրբացնում է, այն մյուսները բոլորը մեղավոր, բայց այդպես չի, մենք հայ ժողովուրդը գիտի, մենք գիտենք, որ են բոլորը սկսած առաջինից մինչև այսօրվանն էլ մեջը, իրենք բոլորը կրում են իրենց չափ պատասխանատվությունը եւ դա այտենց երկրորդական ինչ որ բան չի եւ իրենք այլևս մեծ հաշվով իրավունք չունեն էլ մեզ ոչինչ բան առաջարկել, եթե ու ծայրահեղ դեպքում միգուցե եթե իրենք բոլորը հավաքվեին եւ այդ պատասխանատվությունը խոստովանեին, ազնվորեն ժողովրդին ասեն, գիտեք ինչ, սա նաև մեր քաղաքականության հետևանքն է։ Միգուցե այդ ժամանակ մտածել ուներ, բայց հիմա չէ։ Եվ ել եմ ասում, ինչ որ առաջարկում է, որ իբր այդ նախկիններից էլ չի, դա մենք բոլորս հասկանում ենք, տեսնում ենք, որ նույն հին համակարգի տրամաբանական շարունակությունն է։ Եվ մտածել, որ դրա միջև պետք է լինի, դրությունը անհնար է, մտածել, որ ինչ որ տեղից ինչ որ մի նոր բան ինքն իրանով կձևավորվի անհնար է, եւ ես մի պարզ բան եմ հասկացել, որ անողը այդ նորի ստեղծողը պետք է լինի ինպես մարդիկ, պետք է լինեմ ես հատուկ անձնական եմ խոսում, որտեղ անձնական պատասխանատվության խնդիր կա նաեւ ամեն մեկիս համար, ամեն մեկը իր չափով, պետք է լինեմ ես, պետք է լինեն մարդիկ, որոնք ինպես են մտածում, եւ այդ մարդկանց ես կգտնեմ, եւ ես գտել եմ այդ մարդկանց եւ ելի շարունակել եմ գտնել, մենք իրար գտնում ենք։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե մենք ինքներս մեր համար չձևավորենք, չձևակերպենք այլ ընտրանք, չի լինելու երբեք։ Մենք երբեք ընտրություն չենք ունենալու։ Իսկ եթե մենք ընտրություն չունենք, ամենը սուտ է, էլի ասել, որ ասենք ազատ քաղաքացի ենք, չգիտեմ, թեկուզ նույնիսկ եթե ընտրությունները չկեղծեն ֆորմալ իմաստով, կամ մտածել, որ մենք անկախ ժողովուրդ ենք, երբեք չէ։ Անկախ ժողովուրդը նա է, որ ունի ռեալ ընտրություն, ով որ չունի ռեալ ընտրություն, իրեն պարտադրված է ինչ որ իրականություն, ինչ որ կեղծ ընտրություն, ինքը իրական ներքուստ անկախ ժողովուրդ չի։ Էլ չեմ ասում, որ խնդիրները պետք է լուծվեն։ Հիմա ես ասում եմ դեռ հարցի այսպես մի քիչ արտաքին ֆորմալ մասը, բայց այստեղ մի հատ բովանդակային խնդիրներ կա։ Սրա մասին շատ ենք խոսել, բայց այսօր էլի մի հատ բան անենք։ Ի վերջո իրենք չունեն որևէ տարբերվող առաջարկ, այսօրվա իշխող կուրսից տարբերվող ֆունդամենտալ կոնցեպտուալ առաջարկ չկա։ Իրոք չկա, ռեալ չկա։ Մեր Մասիս օրինակ Շիրոյան դա հագին լավ է ներկայացնում, ինքն նաև մեր համաժողովին ներկայացրեց այսպես բանով, սխեմայով, սխեմատիկ ներկայացրեց եւ ցույց տվեց, որ իրականում չկա այդ իրական, ասենք, բանը, առաջարկը, հակառաջարկը չկա։ Եւ Արմատը շատ ենք խոսացի, Արմատը նրանում է, որ մեծ հաշվով իրենք բոլորը, հիմա դե չեմ ասում ինչ որ բացառությունների մասին, բոլորը խոշոր երևացող քաղաքական ուժերը եւ միջիններն էլ հետը, որպես
գերագույն, ասենց ասած, հիմք ճշմարտություն ընդունում են, որ մեր պարտությունը պատերազմում անխուսափելի էր, ավելին, գիտեք, բոլորը մրցում են նրա շուրջ, թե երբ էր ճիշտ հանձնվել, սրա մասին թեժ վեճեր ունեն, Նիկոլի հետ, իրար միջև նույնիսկ երբ էր ճիշտ հանձնվել, այս իրանց փիլիսոփայությունն է, ավելին, այս վերջերս էլ ավելի կներեք, պետք է ասեմ գարշելի բաների մեջ են մտել, արդեն լրիվ սահմանները անցել են, էլի իշխանություն ընդդիմություն է իրանց բանավեճի մեջ, եւ արդեն Հայաստան պետության ըստ էության Հայաստան պետության դեմ են խոսում եւ երբ որ մեկը դուրս է գալիս ասում է նկատի ունեմ տվյալ դեպքում երկրի ղեկավարին դուրս է գալիս ասում է բա ձեր ժամանակ հայկական բանակը ուրեմն օտար տարածքներում էր ինչ գործ ուներ հայ զինվորը օտար տարածքում այսինքն օկուպանտ է հանում Հայաստանին հանուն ներքին քաղաքական բանավեճի օկուպանտ է ըստ էության ինքն իր պետությունը անում, որը վաղը մեր դեմը բնականաբար դնելու են, առանց հետո իրենք նախապատրաստում են այս սցենարը, բայց այստեղ հաստատում ունեն Հայաստանի ղեկավարից, իսկ Նիկոլին առարկողները, բանավիճողները իբր ասում են, թե դու հրահրեցիր պատերազմը ու էլի, այսինքն դա Հայաստանը հրահրեց պատերազմը, Ադրբեջանը չի պատերազմը սկսել, Ռուսաստանը չի սկսել, որովհետև Նիկոլ ասելով, տվյալ դեպքում իբր Նիկոլի իրենք փաստացի Հայաստան պետության վրա են դա գցում, անկախ նրանից դու ճիշտ ես թե սխալ ես հարցում։ Դու այստեղ ստեղծում ես էլի հիմքեր, որ Հայաստան պետությունը ագրեսոր, այսինքն դուք տեսեք ուր են իրենք հասել։ Պետությունը բառացում են պետական որևէ, ասենք, գաղափար մտածողություն, ասես բսկտում են երկկողմանի, հանուն իրենց այդ ներքին կռվի։ Ու սրանց միջև ես պետք է ընտրեմ, իհարկե ոչ, կյանքում ես նման բան չեմ անի եւ ոչ ոք չպետք է անի։ Ոչ ոք չպետք է անի նման բան, ոչ ոք չպետք է այդքան ստորանա որ ընտրի երկու այս տիպի ուրեմն խոսացողների մեջ։ Եվ քանի որ իր պարտությունը իրենց համար անխուսափելի է, պարտությունը իրենք ընդունել են որպես անխուսափելի երևույթ, եւ բնականաբար դրանից հետևում է իրենց վերաբերմունքը այսօրվան, որովհետեւ բոլորը մեծ հաշվով այս ճակերտավոր կեղծ խաղաղության կոնցեպցիայի մեջ են կամ խաղաղեցման, ոնց որ ես ասում եմ, հիմնավորելով որ դա իրական խաղաղություն չի, այլ Հայաստանին պարտադրվող խաղաղեցում է կամ այս վերջերս ընկերներիցս մեկը մեր ընկերներից մեկը հուշեց, ասաց խաղաղեցումը միգուցե այդքան լավ չի հասկացում, ավելի ճիշտ ասել Հայաստանի հնազանդեցում, այո, Հայաստանի հնազանդեցում է տեղի ունենում միակողմանի, այնտեղ չկա ոչ մի երկկողմանի զիջումներ, ոչ արտաքին, ոչ էլ ներքին օրակարգում, այս էլ է շատ կարևոր, ես համաժողովի ժամանակ խոսել եմ, որ նոր փուլ եք մտել, արդեն մեր ներքին օրակարգին է վերաբերվում սա ոչ միայն արտաքին, ասենք սահմաններ եւ այլն, ներքին մեր օրակարգը նույնպես արդեն մեծ պարտադրվում է, բայց երկկողմանի process չկա, ոչ էլ երկկողմանի, ոչ Ադրբեջանն է, նույն ճանապարհով ընթանում, հրաժարվում ինչ որ բաներից հայերի նկատմամբ, ոչ էլ Թուրքիան, միայն Հայաստանին է սա պարտադրվում եւ բոլորը այս կոնցեպցիայի մեջ են։ Ես այս նորմալ չհետևելով, ճիշտ ասած ես նաեւ ասենք շատ դժվարությամբ եմ իրենց լսում հիմա այդ մեր քաղաքական դեմքերին 20 թվականի պատերազմից հետո Մենակ կարդում եմ մեկ-մեկ լուրեր, ոչ թե մեկ-մեկ այլ լուրերում կարդում եմ, ով ինչ ասաց, ինչը որ ինձ ուղարկում է մեր վերլուծական խումբը, բայց մենակ այդ ես 3 տիպի, հələ Նիկոլինը մի կողմ թողած, այդ ինչ է խաղաղության դարաշրջան եւ խաղաղության խաչմերուկ, 3 տիպի տարբեր խաղաղության առաջարկներ եմ լսել, անուններ եմ փոխում։ Դե արժանապատիվ խաղաղությունը Քոչարյանից կա ու ոչ միայն Քոչարյանից, էլի խմբեր կան, որ նրանք էլ արժանապատիվ խաղաղություն են բանանում։ Հիմա այս վերջերս լսեցի մի հատ էլի տենց նորահայտ կամ ոչ նորահայտ քաղաքական ֆիգուրա հիմա սա էլ ասում է իրական խաղաղություն, իսկ այն մյուսներն էլ այդ ավելի հներից էլի նրանք էլ ասում են իրատեսական խաղաղություն, այսինքն 4 տեսակի խաղաղության ճակերտավոր առաջարկ ունի մեր ժողովուրդը, բոլորս հասկանում ենք, որ այդ ինչ որ իրանք առաջարկում մեծ հաշվով նույն բանն է, իրենք նույն կոնցեպցիայի մեջ են խոսում, Հայաստանի պարտությունը պետքա վերածել ասենց վերջնական իրողության Եվ պարտադրել է ժողովրդին այս հնազանդ վիճակը, այդ է իրանց խաղաղությունը, իրանք իբր ասում են, մենք այս դե տալու մեզ նյուանսում, այսպես կանենք կամ այնպես կանենք, բայց բոլորը մրցում են սրա շուրջ։ Եվ իրենք նույնիսկ եթե մի կողմ թողնենք դրա սնանկությունը այդ գաղափարի, որ նրանք նաև ասենք հույս ունեն, ասենք, որ այս բանի մեջ, մրցակցության մեջ իրենք պետք է այսօրվա իշխանությունը հաղթեն, եւ Նիկոլին պետք է հաղթեն, հա, այդ իրանց իրական, իրատեսական եւ արժանապատիվ խաղաղությունը, թե ոչ։ Որտեվ կներեք այդ մի առաջարկը անողը կա, ասողը կա, իր ասենց ասած ձևերով, հա, չէ, իր ձևերով հիմա քաղաքական բառադառն։ Անողը կա, ասողը կա, այդտեղ դուք այդ մրցակցության մեջ հաստատ չեք հաղթի։
Այդտեղ դուք իրան միայն կօգնեք, եթե ես չգիտեմ, անգամ նպատակային օգնելն է, միայն կօգնեք, միայն ամրապնդելով ժողովրդի մեջ, որ այո, էս է ճանապարհը, դե բա որ էս է ճանապարհը, անունը դնենք արժանապատիվ իրական թե իրատիսական թե դարաշրջան, հենա մարդիկ ասում են կա էլի, նաղդը կա, ինչ է ձեզ էլ ընտրում։ Իսկ մնացած հարցերը արդեն դետալային են դառնում, որտեղ սա է հիմնական հարցը, չէ՞ Հայաստանի այսօր հիմնական հարցը սրա շուրջ է։ Եվ նույնը մնացած բոլոր հարցերում, այսինքն օրինակ Նիկոլ ասում է իրական Հայաստան, այսինքն նկատի ունի սովետական Հայաստանի սահմանները որպես միակ լեգիտիմ։ Կա որևէ մեկը որ դա վիճարկում է, ասում է չէ, այդպես չի։ Չկա։ Կամ ձեն չեն հանում, կամ լռելային փաստացի ընդունում են։ Դե որ լռելային ընդունում եք, որտեղ ոչ ոք տենց չի էլ բան անում, էլի ռեալ կոնցեպտուալ հակառաջարկ չի անում այդ խոշոր քաղաքական ուժերը, դե լռելային ընդունում են, իրականում, այսինքն այստեղ էլ տարբերություն չկա։ Նաև ասում է, դե մեր անվտանգության հիմքը, այսպես ասած, Նիկոլ ասած, լեգիտիմություն է, այսինքն լեգիտիմ սահմանել։ Մի աբսուրդ իրական կոնցեպտ է, որի մասին ես մի օր ուզում եմ առանձին գրեմ երևի նաև, ոչ թե խոսամ, որտեղ պետք է ֆունդամենտալ շփթեմ է, բայց մեծ հաշվով ոչ ոք դա նույնպես չի վիճարկում, որտեղ եթե իրենք ընդունում են այդ իրական Հայաստանը, այսինքն սովետական Հայաստանի սահմանները, եւ իրենք էլ մեծ հաշվով ինչը որ առաջարկում են, ասում են անվտանգության հարցը դիվանագիտորեն կլուծենք, դիվանագիտական ճանապարհով, այսպես ասած չակերտավոր, դա նույն բանն է, լեգիտիմությունը, դիվանագիտությունը, սա է մեր անվտանգության երաշխիքը։ Կարող եմ երկու խոսք ավել ասեմ բանակի մասին, բայց էլի չշեշտելով, որ անվտանգությունը իրականում հայ ժողովուրդը կարող է հասնել միայն մի դեպքում, եթե նորից ուժային գործունի վերածվի։ Սա չի ասվում, չի վիճարկում։ Նույնը նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի փաստաթղթերը։ Երկուսն էլ Նիկոլն է ստորագրել, երկուսից էլ ինքը չի հրաժարվել, նոյեմբերի 9-ն էլ է ուժի մեջ, փաստացի իրավական տեսակետից։ Եվ հիմա բաժանվել են, այսինքն այն մնացածները բաժանվել են, մեկը նոյեմբերի 9-ի, սենց ասած ջատագովա, մյուսը օգոստոսի 8-ի։ Եւ վիճում են սրա շուրջ Նիկոլի ստորագրած երկու փաստաթղթերից, որն է իրանց համար ընդունելի, այսինքն նույնն էլի դաշտի մեջ են, ուղղակի հասկանալի է, ավելի սենց ռուսամետները նոյեմբերի 9-ն են պաշտպանում արևմտամետները օգոստոսի 8-ը եւ հասնում են այլանդակ չափազանցությունների։ Այս մեկը ոնց որ վերջերս այդ օգոստոսի 8-ը Սևրի պայմանագրի հետ է համեմատում։ Ուղղակի գլուխս սենց պայթում է, երբ որ ես նման աբսուրդներ լսում եմ, ասենք ինչ Սևրի պայմանագրի։ Ընդհանրապես հասկանում եք ինչ դուք խոսում։ Բայց էս է իրանց վեճը։ Այսինքն ոչ թե որ երկուսն էլ ըստ էության նույն փաստաթուղթն են, մի քիչ տարբեր արտաքին տերերով եւ երկուսն էլ Հայաստանի հնազանդեցման փաստաթղթերն են, ոչ միայն ուղակի, այսպես ասած, հրադադարի կամ խաղաղության, դա չեն ասում։ Վիճում են որն է ավելի լավը։ Նույնը օրինակ հանրաքվեի թեման զարմանալիորեն։ Դե հələ այդ թեման գիտեք լինելու է գալու համանդրական հանրաքվեն, որովհետեւ Նիկոլոս դիրքորոշումը պարզ է։ Չէ՞ որ անկախության հռչակագիրը հանելու են իրենք։ Ճիշտ է, իրենք ասում են դա Ադրբեջանի պահանջով չի, մենք, չգիտեմ, դեռ բան Արշակ թագավորի ժամանակներից նախագծում էինք այս համանդրական փոփոխություն, բայց բոլորս հասկանում են։ Հիմա ես զարմանքով կարդում եմ մի քանի մի 3 կարծեմ արդեն դեպք եմ հաշվել, տարբեր sense փորձագետներ, քաղաքական գործիչներ, շատ խիստ ընդդիմադիր Նիկոլին sense սուպեր ընդդիմադիր, որ քրֆում են, ոչ թե ասենք մեզպես քննադատում են բան ոչի մեջ, այլ ամենավերջին խոսքերով ինչ են ասում։ Բա իհարկե շատ դժվար հարց է, նախապես արդեն դեռ հանրաքվեի օրն էլ հայտարարված չի, 27 թվին է հավանաբար լինելու, չգիտեմ։ Բայց այսօրվանից ինչ են ասում, որ գիտեք շատ բարդ ընտրություն է, մի կողմից իհարկե արտաքին այդ պահանջով մենք հասկանում ենք, որ չի կարելի փոխել սահմանադրությունը, բայց մյուս կողմից եթե մենք ասենք ոչ, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Սա ասում են ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր ներկայացող, շատ sense արմատական եւ փորձագետներ, անուններ չեմ ուզում տամ, ես գիտեք առանձնապես չեմ սիրում անուններով խոսալ, դու որ անուն ես տալիս, մեկի անունը տալիս ես, մյուսինը չես տալիս, մի խոսքով սկսում են բան անել, մտածել որ անձնական ինչ որ բան կա։ Ես 3 դեպք արդեն հաշվել եմ եւ էլ այդ կոլեկցիան հավաքելու եմ։ Հիմա նաեւ շատ չխոսան, որ հանկարծ չվախենան, սկսեն չխոսալ այդ թեմայով, ուզում են որ խոսան, բացվեն։ Եվ սա որովհետեւ նշանակում է ինչ, նշանակում է փաստացի այս Նիկոլի ստրատեգիկ կուրսի ոչ միայն ընդունում, այլև արդեն նախաքարոզ։ Եվ այդ ամեն ինչը կարելի է իհարկե թաքցնել Նիկոլին շատ ուժեղ, ասենց հայոյանքներ տալու տակ, բայց փաստը սա է, փաստը նա է, որ դուք նույն ստրատեգիկ գծի մեջ եք։ Եվ ինպես մարդկանցից դա չեք կարող թաքցնել։ Երբ որ ես խոսել եմ իդեպ սահմանադրությունը կարևորագույն հարցն է։ Մենք խոսել ենք սրա մասին, էլի միշտ կխոսանք, որտեղ ընտրություններից էլ կարևոր է, որ հայ ժողովրդի համար սա շանս է։
բայց քանի որ արդեն ռեալ շանս է գալիս եւ ռեալ պայքարի խնդիր է գալիս, որտեղ ոչ ասելով այ ժողովրդի իր ինքնիշխանությունն է հաստատելու եւ իր պայքարողականությունը, այդտեղ արդեն իրանք վերջ բրցնում են, իրենք ռիսկ չեն անում, արդեն բացահայտվում են որպես մեծաշոկ այս իշխանության ստրատեգիկ կուրսի կողմնակիցներ։ Եվ մյուս հարցերում են, օրինակ դե գիտեք, բոլոր բաժանվում են ռուսամետ, արևմտամետ, սա իրենց տարբերությունը մեծ հաշվով։ Այս կոնցեպցիայի մեջ, այսպես ասած, տարբեր խաղաղությունների, տարբեր փաստաթղթերի եւ մնացած ամեն ինչի բաժանվում են զուտ ռուսամետ, արևմտամետ, սա նաեւ երևի թե տարբերությունը, որ այժմ ռուսամետ, արևմտամետ որն է, թե որ իրենց պատկերացնում, որ արտաքին ուժի հովանու ներքո մենք պետք է ապրենք, ասենք, այսպես գոյատևենք։ Ընդ որում իհարկե կան նաև նրանք, որոնք իրականում մտածում են, որ Թուրքիայի հովանու ներքո պետք է ապրենք, ուղղակի ձեն չեն անում, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բացի արևմտամետ ռուսամետից այսօր Հայաստանում նաև այդ փաստացի տեսակետը կա։ Բոլորը մեծ հաշվով, բոլորս նրանք իրենք վախենում են կամ չեն հասկանում միգուցե ասել ժողովրդին ճշմարտությունը, որ հայ ժողովուրդ փոխանակ պատրաստվելու այսպես կոչված խաղաղության, որը չի լինելու, կեղծիք է, սրա մասին խոսենք, դու պետք է պատրաստվես պայքարի, որտեվ դա ոչ թե ցանկություն է, ոչ թե ինչ-որ, չգիտեմ, դոգմատիկ ինչ-որ բան է, այլ որովհետև այդպիսին է իրավիճակը, դու այլ տարբերակ չունես, դու պետք է պատրաստվես պայքարի եւ բավականին տևական պայքարի։ Ես չեմ ասում պատերազմի, բայց դու պետք է պատրաստվես հանուն քո անկախության պայքարի, որտեղ քո անկախությունը վտանգված է եւ այս վիճակից դու կարող ես դուրս գալ եւ վերականգնել միայն պայքարով։ Սա վախենում են ասեն ժողովրդին կամ չեն հասկանում իրենք էլ, վախենում են նաեւ որովհետեւ մտածում են կարող է ժողովուրդը չընդունի, բայց քաղաքական գործիչը չպետք է մտածի նրա մասին, որ ժողովուրդը ինչ կընդունի կամ ինչ չի ընդունի կամ ժողովրդի որ մասը ինչ կընդունի կամ ինչ չի ընդունի, քաղաքական գործիչը պարտավոր է ճշմարտությունը ասել։ Սա իրոք այդպես է, չնայած իհարկե ես հասկանում, որ սա շատերը կընդունեն որպես միամիտ կեցվածք, չէ, միամտություն չի։ Երկարատև մրցակցության մեջ իդեպ հաղթում է նա, որ իր մտածածը հետևականորեն ասում է։ Կարճատևի մեջ կարող է այդ նրանք ովքեր ուզում են դուր գալ մի քիչ երկու բան շահեն։ Ամեն դեպքում փաստն է, որ վախենում են ասել եւ չեն ասում։ Եվ մեծ հաշվով սա է, ինչ որ մենք ասում ենք։ Մենք ասում ենք նախ այս ամենը կեղծիք է։ Կեղծիք է այն իմաստով, որ այն ինչը որ մեզ ներկայացվում է որպես իբր խաղաղության հնարավորություն, դա խաղաղություն չի, դա էլ եմ ասում հնազանդեցում է, բայց նույնիսկ դա այդ ճանապարհը նույնիսկ չի բերելու մեզ դեպի այսպես երկարատև եւ կայուն իրոք խաղաղ վիճակ չի բերելու, որտեղ այս անվերջ զիջումները, որոնք չունեն, դրանք չունեն սահման, որտեղ երբ որ դու դիմացինը տեսնում ես դու պատրաստ ես անվերջ այս ճանապարհով գնալ, անվերջ տանում է այս ճանապարհը, դրանք սահման չունեն։ Անվերջ հասա լինելու, անվերջ հանձնվելով նույնիսկ այդ անվերջ հանձնվելու ճանապարհը չի բերում այդ կետին, այսինքն երկարատև եւ իրոք կայուն խաղաղության չի բերում։ Եթե իհարկե դու պատրաստ ես լիովին հրաժարվել եւ քո անկախությունից եւ ինքնությունից, բայց դա անհնար է, դա նույնիսկ եթե ուզես չես կարող, որովհետեւ մարդը մնում է մարդ, գալիս է ինչ որ սահման եւ ինքը այլևս չի կարողանում, չի կարողանում անվերջ կատարել այդ պահանջներից։ Դրանք իսկականից մենք շատ ենք խոսել, դրանք անվերջ ցանկ են, դրանք ծրագրավորված ցանկ են, որոնք ոչ թե տարերային են։ Եվ այս ճանապարհը մեզ տանում է, ոչ միայն չի տանում դեպի խաղաղություն, հակառակի է տանում։ Եվ մենք ասում ենք միակ իրատեսական իրոք ելքը ուժային գործոնի վերածվելն է սեփական ուժերի վրա հենվելով։ Սա է միակ իրատեսական ելքը այսօրվա իրավիճակում։ Եվ սա է միակ նաև իրական ճանապարհը, որ եթե իրոք ուզում ես մի օր խաղաղության հասնես կամ անվտանգություն գոնե ապահովես քիչ թե շատ, ուրիշ տարբերակ չկա, այսինքն անվտանգությունը չի կարող հենվել այլ բանի վրա այս աշխարհում, նախ ընդհանրապես եւ հատկապես այսօրվա իրավիճակում, այլ բանի վրա, քան ուժային գործոնի վրա, ինքը չի կարող հենվել։ Հիմա ես ուզում եմ եւս մի անգամ շեշտեմ, ասացի կարծեմ, բայց ուզում եմ այս կոնտեքստում շեշտել, որ այս ամեն ինչը ինչ որ մենք ասում ենք, ասենք պայքար, ուժային գործոն եւ այլն, սրանք հետո կմանրամասնեցնեմ ես ինչ նկատի ունենք, հա, այսօր չէ, բայց կմանրամասնեցնեմ, կկոնկրետացնեմ, որովհետեւ դրանք բաներ են, ընդհանուր ձևակերպումներ, բայց շատ կոնկրետ բաներ ունեն, բաղադրիչներ ունեն։ Երբ որ խոսեմ մեր ծրագրային բանից, այս ամենը ել եմ շեշտում, մեր ցանկությունից չի, այսինքն այնպես չի, որ
օրինակ մարտական եղբայրությունը ուզում է, որ այսպես լինի կամ չի ուզում, որ այնպես լինի, բոլոր մարդիկ են, բոլոր մարդիկ բնականից ուզում են հանգիստ եւ խաղաղ եւ կայուն ապրել, դա բնական ձգտումն է մարդու։ Սա ոչ էլ բխում է նույնիսկ մեր, ասենք, չգիտեմ, գաղափարական դիրքորոշումն, որքան էլ կարևոր լինի գաղափարախոսությունը, էական լինի քաղաքականության մեջ, բայց քաղաքականությունը նաև կոնկրետ իրավիճակի մեջ պետք է իրացնի իր արժեքները եւ գաղափարները եւ այդ պետք է հենվի վերլուծության վրա։ Գաղափարախոսություն, բայց նաև վերլուծություն։ Եվ սա բխում է հենց վերլուծությունից, ինչ որ մենք ասում ենք։ Վերլուծությունից թե արտաքին իրավիճակի, թե ներքին իրավիճակի եւ թե ընդհանուր մեր գիտելիքներից, այսինքն սա իրականում միակ իրատեսական եւ ստապ հայացքն է, երբ որ ասում ենք այդ խաղաղության, ճակերտավոր խաղաղության ճանապարհը դա ուտոպիզմ է։ Դա ուտոպիզմ է, իսկ ռեալիստական հայացքը ասում է հայ ժողովուրդ պատրաստվի դարձի ուժային գործոն, որովհետեւ դա է քո միակ շանսը, որովհետեւ այդ պայքարը դու չես ընտրելու լինի թե չլինի։ Նախ նա օբյեկտիվորեն գալու է եւ երկրորդը դա քեզ պարտադրվելու է, սա է իրատեսական հայացքը, մնացածը խաբեություն է, կեղծիք է, ինքնախաբեություն է։ Հիմա տեսեք, ելի մի երկու բան կրկնեմ նախորդ ասածներից, նախորդ բաներից, հաղորդումներից։ Նախ իրավիճակը աշխարհում, մենք խոսել ենք դրա մասին մանրամասն, լիովին հակասում է այսպես ասած մեր այս տարբեր գարշոկներում 1980 խաղաղությունների պրոյեկտների։ Լրիվ ուրիշ աշխարհ է։ Ընդհանրապես էլ է միջազգային հարաբերությունների կանոններին հակասում, բայց հատկապես այսօր դա ոնց որ գնա լրիվ հակառակ ուղղությամբ դրան ինչ որ աշխարհը գնում է։ Ես կներեք, եթե մի քիչ ձեր ժամանակը զբաղվածեմ, գիտեմ որ բոլորդ գիտեք այդ միջազգային իրավիճակի մասին, բայց ուզում եմ կարդամ ուղղակի պատահական հենց երեկվա այս մեր վերլուծական խմբի միջազգային լուրերի ամփոփումից զուտ մի քանի վերնագիր։ Ես գիտեմ որ բոլորդ գիտեք, բայց այս որ սենց մի բանի մեջ կարդում ես իրար հետևից, որ նորից ու նորից հասկանաս, որ մոռացեք այն աշխարհը, որում մենք ապրել ենք 90-ականներին, 2000-ականներին, այդ չի, լրիվ ուրիշ է։ Հիմա տեսեք, ես ուտ վերնագրերը մի քանի կարդում։ Օրինակ Guardian-ը գրում է, անգլիական թերթը գիտեք, Ֆրանսիայի մասին, քաղաքական համակարգի խորը կառուցվածքային ճգնաժամ Ֆրանսիայում, կենտրոնամետ ուժերի քայքայում։ Սա ներքին քաղաքական իմաստով է, ուրեմն գրում է Մյուս օրը ֆրանսիական թերթը Le Monde կամ չգիտեմ ոնց է ֆրանսիացի կարդում, կեսը կուն է տալիս, չէ՞։ Վերնագիրը Միացյալ Թագավորությունում Թոմի Ռոբինսոնը ռասիստ խուլիգանը դարձել է զանգվածների մոբիլիզացնող գործիչ։ Նո, մի կողմ թողնենք ռասիստ խուլիգանը իրանց որակավորումն է, բայց իրոք մի լրիվ ոչ համակարգային մարդ այսօր 100,000-ով մարդ է դուրս բերում փողոց ազգայնական ըստեյության կարգախոսների ներքո։ Թրամփը դիտարկում է փախստականների համակարգի բարեփոխում, որը կնախապատվի սպիտակամորթներին։ Զգում եք, չէ՞, պարադիգմաներ են փոխվում աշխարհում։ Հասկանում եք, սա 3 տարի առաջ անպատկերացնել է sense վերնագիր, որ մեկը գրի սպիտակամորթներին նախընտրել։ Սա գրում են, որովհետև սա պատրաստվում է այսօր։ Շեն գրում են այլև նախագիծ են պատրաստում։ Մյուսը Բրյուսելում ներկայացվել է նոր պաշտպանական արդյունաբերական ռազմավարություն, որը նախատեսում է զենքի համատեղ գնումների ավելացում, արտադրական կարողությունների ընդլայնում եւ մատակարարման շղթաների ապահովում։ Սա եվրոպական երկրների պաշտպանական ստրատեգիայի մասին է խոսքը։ Հաջորդը ուրեմն Գերմանիայում քրիստոնյա դեմոկրատական միությունը պնդում է, այս բանակի մասին է ուրեմն բանավեճը, որ կամավոր սկզբունքը բավարար չէ բանակի համար եւ պահանջում է ներդնել պարտադիր զինվորական ծառայության որոշակի ձև, հնարավոր է վիճակահանության միջոցով։ Այսօր Գերմանիայում սա օրակարգ է եւ գիտեք քրիստոնյա դեմոկրատական միությունը իշխող կոալիցիայի մաս է, հասկանում եք։ Մեր մոտ խոսում են բանակի կրճատում եւ այլն, չգիտեմ, պրոֆեսիոնալ բանակ են խոսում, հասկանում եք ինչ են խոսում, մարդիկ ասում են զորակոչի տարերը պետքա վերականգնենք։ Մեր մոտ դեռ մարդիկ կան, որ ծրագրերում գրած է Հայաստանը պետք է անցնի պրոֆեսիոնալ բանակի։ Դե կա չեն էլ հասկանում պրոֆեսիոնալ բանակը ինչա չնայած։ Իրանց թվում է դա ուղղակի բանակը, որը պրոֆեսիոնալիզմ ունի, չէ՞, դա նշում է զորակոչը, որ հանում ես եւ միայն այսպես ասած պրոֆեսիոնալներն են բանանում։ Այս ինչա, հա, նախագահ Թրամփը ասել մյուս ուրեմն որովհետեւ մի րոպե, New York Times-ից է այլ։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է առևտրային պատիժ մաքսատուրքերի միջոցով Իսպանիայի կողմից իր ռազմական ծախսերն ավելացնելուց հրաժարվելու պատճառով։ Իսպանիան հրաժարվում է ռազմական ծախսերն ավելացնել, ոնց որ պայմանավորում Թրամփը ասում է կպատժի։ Հասկանում եք ինչա կատարվում է։ Ու այս աշխարհում մեր քաղաքական բոլոր
գործիչները առաջարկում են ժողովրդին, ել եմ ասում, տարբեր գարշոկների մեջ խաղացում, խափում են, այսինքն ինչ խաղացում, ժողովուրդ, չէ, այսինքն հասկացեք, երբ որ ասում եմ ինչ խաղացում, ես նկատի չունեմ, որ դա վատ բան է։ Ոչ էլ նկատի որ վաղը պատերազմ պետքա սկսվի կամ մենք պետքա պատերազմ սկսենք, չէ, ուղղակի իրական աշխարհում ապրենք։ Այս իրական աշխարհը լրիվ ուրիշ տեղ է գնում, ոնց է դուք լրիվ sense այդքան բան եք եղել, համարցակ ունեն, sense հոսանքին դեմ եք գնում։ Հնարավոր չի դա։ Մտնեք, տեսեք ինչ է կատարվում։ Նույնը մեր տարածաշրջանին է վերաբերում։ Ես ուզում եմ հիշեցնեմ նաև Նժդեի կոթողի մեր նախագծի մասին կապանում, արդեն մանրամասն չներկայացնեմ, որտեղ անցած անգամ էլ ներկայացրել եմ եւ բացի այդ մեր հարթակներում դուք կգտնեք հղումները, ուղղակի հիշեցնեմ, որ կարիք կա ձեր աջակցության այս նախագծում, նախագիծն էլ մանրամասն ներկայացված է հոլովակով, տեքստային եւ այլն, ձեր աջակցության կարիքը կա, այս այն նախագիծն է, որը մենք չենք կարող առանց լայն աջակցության անել, բացի այդ սա այն նախագիծն է, որ կարծում եմ ինքը կուսակցական չի, ինքը բոլոր հայերին է վերաբերվում եւ ես կարծում եմ շատ ճիշտ կլինի, որ հնարավորինս լայն մասնակցություն լինի, որպեսզի նաեւ մենք ցույց տանք սրանով եւ արտաքին աշխարհին եւ ինքներս մեզ, որ մենք շարունակում ենք պայքարի, անկախության, դիմադրողականության գաղափարները կրող եւ հարգող ժողովուրդ լինել։ Հիմա շարունակենք մեր զրույցը։ Ինչ անենք, չանենք մենք Ադրբեջանի հետ, եթե իսկի ոչ թե եթե այդպես է լինելու, եթե բոլոր զիջումները լինելու են միակողմանից, դրանք հաստատ լինելու են միակողմանի, որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում են ինքը օրինակ իր ներքին օրակարգը փոխել եւ դա երևում է, զգաց, པարզ երևում է վերլուծությունից էլի, չի բերելու դա Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների հաստատման, չի կարող բերել։ Այս դիսբալանսը նաեւ ուժային չի բերելու եւ այս պրոյեկտը, որի մեջ Ադրբեջանը գերիշխող ուժն է լինելու, իսկ մենք ենթական ինքը անխուսափելի բերում է կոնֆլիկտի, որտեղ մի ժողովրդի եթե դնում ես ենթակա կարգավիճակի մեջ, ինքը չի կարող անվերջ դիմանալ։ Չի կարող, ինքը մի օր միտեղից մի բան պայթում է։ Այդպես է լինում է, օրինակ ինչի 88-ի Ղարաբաղյան շարժումը պայթեց, մի օրում, երկու օրում պայթեց։ Շատ բարձ պատճառով, որտեղ հայ ժողովուրդը տասնամյակներով այդ ստորացված վիճակում էր, եւ եթե օրինակ չլիներ այդ վիճակը, եւ օրինակ 1920 թվին նույն Արցախը մտներ Հայաստանի կազմի մեջ, մի քիչ էլ Հայաստանի տարածքը մի քիչ գոնե ավելի մեծ լիներ, լայն լիներ, մի փոքր ավելի sense տանելի վիճակ լիներ հայ ժողովրդի համար, այդ ստորացվածությունը չլիներ, ոչ մի բան չէր լինի, ոչ մի հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէր լինի ընդհանրապես։ Այսինքն նման խաղաղեցումները, հնազանդությունները, ժողովրդների ստորացումները միշտ վերջում բերում են պայթունի եւ սա նույնն է լինելու։ Հնարավոր չի, դուք չեք կարող վերցնել մի ժողովուրդ, թեկուզ եւ կամովին հնազանդեցնել, անընդհատ պահանջել իրեն զիջի, սրանից հրաժարվի, ու մտածել, որ դա տենց կանցնի կգնա, չի անցնի, չի գնա, կպայթի հակառակը։ Եթե ուզում եք իրական խաղաղություն, պետք է քիչ թե շատ հավասար իրավիճակ ստեղծել։ Այդ թվում նաև ուժային։ Նույնը Թուրքիային է վերաբերում, այսօր ինչ որ իրենք անում են հայ-թուրքական հարաբերություններում, դա ուղղակի այդ հարաբերությունները իրականում ոնց ինչ գրական չեմ կարող գիտեք բառ գտնեմ։ Ասենք վարիտալն է, որտեղ այդ հարաբերությունները ես օրինակից եմ եղել, որ մենք Թուրքիայի հետ որոշակի պետք է կոնտակտ փորձենք ստեղծել, բայց սկզբունքը պետք է լիներ շատ པարզ, որքան որ մեզ է պետք Թուրքիայի հետ որոշակի ինչ որ հարաբերություն փորձել ստեղծել, դա փորձել ոչ թե այդպես բանը գլուխը այդպես բանարած գնալ վազել, նույնքան Թուրքիային է դա պետք։ Եվ եթե Թուրքիային է դա պետք, ինքը նույնպես պետք է դրա դիմաց ինչ որ բաներ պատրաստ լինի sense ասած վճարել։ Սա միակողմանի իսկ այն ինչ որ իրենք անում են, ուղղակի միակողմանի նույնիսկ ես կարծում եմ շատ բան թուրքերը չեն պահանջում օրինակ այդ Արարատի հարցում։ Իրենք են անում։ Հասկանք, սա բերելու է ոչ թե հայ-թուրքական հարաբերություններում դրական հետևանքների հակառակը, որտեղ այս ժողովրդի ինքնության հետ այդքան խաղաղ, ընդհանրապես հակաթուրքականությունը Հայաստանում ավելի բարձր մակարդակ է բարձրացնելու ի վերջո։ Եվ այդ խնդիրը նորից մնալու է այտենց չլուծված։ Դե նույնը Ռուսաստանին է վերաբերում, նա բոլորը sense բանը որ Ռուսաստանը չկա գնացել, ռուսական պլանները ուժի մեջ են սովետական կայսրությունը կամ ռուսական կայսրությունը վերականգնելու այդ վտանգը ուժի մեջ է, այդ սպառնալիքը ուժի մեջ է։ Եվ այսօր, եթե մյուսներն էլ հույսը դրել են արևմուտքի վրա, արևմուտքը նախ Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեսեք Եվրոպայի անվտանգությունը այլևս չեն ուզում երաշխավորել, հասկանում եք, դուք մտածում եք, որ մերը կերաշխավորեն, առավելևս եվրոպական երկրները այսօր չեն կարող անվտանգություն երաշխավորել։ Չի լինելու, այսինքն, ել եմ ասում,
Հիմա կասեն, տես խտացնում ես գույները, չգիտեմ ինչ, հա, այդ եթե մենք նայենք մեր ավանդական այդ քաղաքական գիտակցության տեսակետից, որը մտածում որ հայ ժողովուրդը հաշմանդամ է, ոչինչ չի կարող, պետք է հովանավորել ապրի, խտացնում եմ գույները։ Ես ընդհանրապես պատմում եմ իրականությունը, որից շատ բարձ բխում են բարձ բաներ, որ այս իրավիճակում մի տարբերակ կա։ Քո սեփական ուժերի վրա հենված անվտանգության ապահովում ուժային գործոնի վերածում է, ինչ որ ասում է, եւ պատրաստում պայքարի։ Եվ սա բացարձակ անիրատեսական բան չի։ Սա շատ նորմալ բան է, բոլոր ժողովուրդներն էլ այդպես են եղել, մեր ժողովուրդն էլ ճիշտ պահերին ճիշտ առաջնորդման դեպքում այդպես է եղել, եւ դրա մեջ չկա ոչ մի այդպես ուտոպիզմ, հակառակը ուտոպիզմը, այն ինչ որ դուք եք առաջարկում այս ժողովրդին։ Անհեթեթություն, բացարձակ անհամարժեք արտաքին եւ ներքին իրավիճակին։ Այո, ժողովուրդները եթե կազմակերպվում են, հենվում են իրենց սեփական ուժերի վրա, իրենք շատ մեծ լուրջ ուժ են դառնում, մանավանդ մեկ իրական մեկ փոքր չէ, որ ասում փոքր ժողովուրդ։ 3 միլիոն մարդ քիչ բան չի։ Տեսօր սովոր են դες մարդիկ միլիոններով բանանել, բայց 3 միլիոն մարդը համախմբված, կազմակերպված, ճիշտ առաջնորդվող 3 միլիոն մարդը հաստատ քիչ բան չի։ Լուրջ եմ ասում։ Մանավանդ ասենք մեր դեմ էլ եղած ասենք հիմնական այն որ ասենք ռազմական վտանգ Ադրբեջանից եկող 10 միլիոն է, դա սարսափելի տարբերություն չի։ Մի խոսքով, սա է իրականում, որ այն ինչը որ մենք որպես ֆունդամենտալ այլընտրանք ասում ենք եւ առաջարկում ենք ի տարբերություն ոչ միայն այսօրվա կառավարող ուժի, այլ ամբողջ քաղաքական դաշտի։ Այսինքն մենք ասում ենք ել եմ կրկնում, պետք է պատրաստվել պայքարի հանուն անկախության, որտեղ կա լուրջ վտանգ եւ ռիսկեր, պետք է վերածվել նորից ուժային գործոնի եւ կարեւոր նաեւ պետք է համարժեք լինել այսօրվա համաշխարհային իրավիճակին։ Հիմա ինչպես դա անել։ Սա իհարկե շատ կարևոր հարց է, ամենակարևոր հարցն է, բայց մենք այդ հարցի մասին էլ այդ հարցից բխող նաեւ հարցերի մասին էլ կշարունակենք մեր զրույցները, այսօր իհարկե արդեն չէ, բայց կշարունակենք, որտեղ ինչպես անելը արդեն կոնկրետ ծրագրային պատկերացումներ են, դրույթներ են, մարտավարական, ռազմավարական, իհարկե բարդ է լինելու հաստատ հեշտ լուծում չկա, հեշտ ելք չկա այս իրավիճակից, ոչ էլի չպետք ոչ մեկին պետք չի խաբել կամ ինքնախաբերությամբ զբաղվել, դժվար, բայց հաստատ լուծելի եւ անխուսափելի, որովհետեւ էլի սա մեզ պարտադրվելու է մեկը։ Այսօր այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, կխոսենք մյուս անգամ։